Մարնե ջան, մենք Վարդանին մի հատ աղջիկա հետ ենք ծանոթացրել։ Շատ լավ աղջիկա, Վարդանին էլ դուր է եկել։ Հիմա որ սենց գնա չէ, Վարդանը երևի շուտով նշանվի։ Արդեն նշանում եք։ Հա, իրան շատ է դուր եկել, համել բա որ ասում են բոլոր տղամարդիկ էլ նույնն են, տես Վարդանը։ Նրա այդ նշանվում արդեն մատանի առնում, իսկ ես էլ չի ուզում ձեռքից բաց թողնի։ Լսի, աղջիկ ջան, ես դիտմամբ ասեցի այս ամեն ինչը քեզ, որ դու իմանաս քո անելիքը։ Համել Մարնե ջան, մի քիչ սիրուն չի ստացվել, եկուց այդ աղջիկական ջնգներ ձեր հարաբերությունները, մեղք այդ աղջիկը կտխրի չէ։ Այնպես որ քո անելիքը իմացի աղջիկ ջան։ Լավ, տիկին Ալմաստը։ Խոսք ես տալիս չէ բալես։ Շնորհակալություն, որ ասացի։ Վայ, խնդրեմ, այ ցավը տանեմ, դրա մեջ ինչ կա, շատ էլ որտեղ ես հա։ Ճիշտ է, մնում է ճիշտ ինձ համար, ցավը տանեմ։ Դե գնացիս տես։ Մարինեն կոկորթում խեղդած պահում էր արցունքները, հազիվ զսպելով լացը, նա արագ հեռացավ ու ազատություն տվեց կոկորտ նայրող զգացմունքներին։ Իսկ Ալմաստն առաջին մարտահաղթողի տրամադրությամբ, բայց վախը սրտում վերադարձավ տուն։ Հանգստացար, դե հիմա պատմի նորմալ տեսնեմ ինչ է եղել։ Նանե, 27 տարեկան, Մարինեի ընկերուհին է, անգլերեն լեզվի մասնագետ է, աշխատում է նույն դպրոցում, որտեղ Մարինեն։ Ինչի պիտի այդ ամեն ինչի իմ հետ լիներ։ Ատում եմ ես իրան։ Վարդանին։ Նոն, պատկերացնում ես, ինքը ամուսնանում է։ Ինչ անում։ Ով ասեց քեզ այդ մասին։ Մերը ասաց իր Ալմաստը։ Ալմաստին որտեղ ես լսել։ Զանգել էր երեկը։ Ուզում էր հետս հանդիպեր։ Այսօր հանդիպեցինք։ Դե իհարկե տղեն չգիտի չէ այդ մասին։ Չնան։ Ես մտածեցի կինը խնդրել եմ, մի բան էլ թող իրա սրտով լինի։ Դու հաստատ հիմար ես։ Դու հենց այդ վարկանին պիտի զանգեիր Վարդանին ու ասեիր։ Նոն չէ։ Առանց էլ այդ մարդիկ ատում են ինձ, իմ անունը լսել չեն ուզում, մի հատ էլ իրանց տանը կռիվ գցեի։ Ու քեզ թվում է թե Ալմաստը եկավ քեզ ճիշտը ասեց։ Ախր դու ինքդ գիտես, որ Ալմաստը դեմ է ձեր ամուսնությանը։ Նոն հա բան չունեմ ասել, բայց ինքը փաստերով էր խոսում։ Ու ես այդ աղջիկա մասին էլի էի լսել։ Ինքը իրանց հարևանի Աստրիկի քրոջ աղջիկն է։ Ու արդեն մատանի են պատվիրել, մատով։ Եթե նույնիսկ այդ ամեն ինչը տենց է, պետք չի որ դու այդ դավաճանի պատճառով հիմա լացես։ Հանգստացի, խնդրում եմ։ Անախր ով դու լավ գիտես, ես ինչի միջով եմ անցել։ Ես ոչ մեկի չէի վստահում, ես մենակ Վարդանին եմ վստահել։ Իրան հավատացել եմ ու ինքը ինձ խաբեց այսօր։ Հասկանում ես, ինքը քնեց իմ հետ ու ինքը թողեց ինձ։ Չգիտեմ։ Հետո ասում է, ինչ կմտածեն հարևանները, ինչ կասեն ծանոթները, ինքը ազատ աղջկա հետ պիտի ամուսնանա։ Դա ընդհանրապես իր ամոր կարծիքն է։ Դուք իրար սիրում եք, դուք իրար հետ լավ եք զգում ձեզ։ Հանգստացի, խնդրում եմ, ամեն ինչ լավ կլինի, հավատա։ Նան, դու դեռ կարևոր բանը չգիտես։ Ինչ որ բան կա էլի։ Հա։ Բռնվի չընկնես։ Դե խոսի։ Նան, ղի եմ ես։ Ինչ։ Ես էր մնում մեզ պակաս։ Բայց Վարդանը այս մասին չի իմանա։ Ես որոշել եմ, որ չեմ ասի իրան։ Ինչի։ Ո՞վ պիտի այդ երեխուն պահի։ Ինքան քոնն է, այդքան էլ իրանն է այդ երեխին։ Չէ։
Ես հիասթափվել եմ արդեն բոլոր տղամարդկանցից։ Ավելի լավ է ես իմ երեխուն մենակ կմեծացնեմ։ Ու կհեշտացնես իր կյանքը, չէ՞։ Մի արա տենց բան։ Ես քո փոխարեն որ լինեի եւ իր այդ կնոջ կյանքը դժոխքի կվերածեի։ Չեմ ուզում ես։ Գիտես, երևի այս երեխան Աստծո պարգևն է ինձ տված։ Թե չէ ես կգժվեի, ճիշտ եմ ասում։ Չգիտեմ, չանեմ։ Լավ կլինի կտեսնես Վարդանը, որ իմանա ամեն ինչ լավ կլինի։ Բայց եթե նույնիսկ չիմանա, էլ ես քո հետ եմ, մենք բոլորս քո հետ ենք։ Հիմա մի հուզվի, քեզ հուզվել չի կարելի։ Դու պիտի քեզ լավ նայես, լավ սնվես։ Ես ուրախ եմ, ընդհանրապես ուրախ եմ քո համար։ Լավ կլինի կտենաս, հա։ Ես գնամ քո համար մի համով բան պատրաստեմ ու տես։ Չէ, նստի։ Ինչի։ Նստի մոտ։ Լավ ես քեզ զգում, բայց։ Լավ։ Հաջորդ 2 օրերին Մարինեն չէր պատասխանում Վարդանի զանգերին ու չէր զանգում նրան։ Նա խուսափում էր Վարդանի հետ բոլոր հնարավոր հանդիպումներից։ Վարդանը բարկացած ու վհատված էր։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչով է պայմանավորված Մարինեի կտրուկ վերաբերմունքը։ Մարինե, սպասիր, հետդ խոսելու բան ունեմ։ Իբր չնկատեցիր, հա, որ քեզ էի սպասում։ Վարդան, ես քեզ խնդրել եմ, ինձ հանգիստ Մինչև հետս չխոսես, ես քեզ հանգստություն չեմ տա։ Վարդան, գոնե անմեղ մի ձևացի, հա, այդ ինձ ավելի է նյարդայնացնում։ Ոսի աղջիկ ջան, դու գժվել ես, ցած ոտից ես արթնացել։ Ես ինձ վատ եմ զգում, կլինի ես գնամ։ Դու ինքդ քեզ հոտում ես ու ինձ ասում ես անմեղ մի ձևացի։ Դու ավելի լավ գնա տուն ու մամայից հետ հարցրու ինչ ա եղել։ Մեր մեջ ոչ մի ընդհանուր բան չի կարա լինի։ Մաման ինչ կապ ունի։ Դու մամայիդ ասա ինքը քեզ ամեն ինչ կպատմի։ Ու այնքան շնորհակալ եմ իրանից, որ աչքերս բացեց ու հիմարի նման չեմ հավատում ու վստահում քեզ։ Սպասի։ Մինչև չգնանք միտեղ չնստենք չխոսենք, ես քեզ բաց չեմ թողնի, հասկացար։ Թե չէ դու ինչքան խոսում ես, ես այնքան խճճվում եմ։ Վարդան, ինձ հանգիստ։ Գնացի։ Մենք խոսալու բան չի։ Կգնանք միտեղ կնստենք, կխոսենք։ Թող ձեռ։ Մարինե, վերջ, գնացի։ Երկար ես լռելու։ Չես պատրաստվում խոսել։ Ասա տեսնեմ մեր միջով ինչ սև կատու է անցել, ինչի չես պատասխանում զանգերիս։ Վարդան, դու ինքդ գիտես, որ մենք չենք կարող իրար հետ լինել։ Ու իզուր մի տանջի ինձ։ Լսի աղջիկ ջան, դու վատերազ ես տեսել։ Ինչ է կատարվում քո հետ։ Մենակ էլի չսկսես ծնողներդ համաձայն չեն, չգիտեմ ինչ։ Այդ քո խնդիրը չի։ Իմ խնդիրը չի։ Բա ինչի է մամադ զանգում ու հանդիպում հետս։ Մամա։ Երբ։ Իսկ ինչի եմ հիմա իմանում դրա մասին։ Ես էլ որ սկզբում իմացա, շատ ջղայնացա, բայց հետո հասկացա, որ ինքը ինձ լավություն է արել։ Այսինքն այն, ինչը որ դու պարտավոր էիր ինձ ասել, մամատ ասեց քո փոխարեն։ Համբերությունս ես փորձում։ Ինչ պետք է ասեի, ինչ ասել մաման քեզ։ Ինչ պետք է ասեի, որ չեմ ասել, դե ասա։ Պարզ խոսա։ Այն որ դու պատրաստվում ես նշանվել ուրիշի հետ ու մատանին էլ արդեն պատվիրել ես։ Ոնց է նշանվել, մի ինչ ուրիշ, ում հետ։ Ասեմ,
Ձեր հարևան Աստղիկի քրոջ աղջկա հետ։ Ու անմեղ մի ձևացի, հա։ Մարինե, ես այդ աղջկան կյանքումս չեմ տեսել։ Հավատում ես։ Դու այդ աղջկան չես ճանաչում։ Չէ, չեմ ճանաչում։ Այդ պապան, մաման ու Աստղիկն են որոշել, որ ես պետքա տեսնեմ այդ աղջկան, իր հետ ամուսնանամ, բայց ես իրեն չեմ տեսել, ես չեմ ճանաչում իրան։ Հաստատ չես ճանաչում։ Չէ, չեմ ճանաչում։ Իրանք այն օրը, որ մեր տանը հյուր էին, ես հենց այդ օրը, այդ ժամանակ, քեզ հետ քո ընկերուհի Նանեի ծննդին էի։ Ես իրան չեմ տեսել։ Հաստատ։ Աստվածին։ Ես իրան երբեք չեմ տեսել, հասկանում ես։ Ու չեմ էլ ուզում տեսնել։ Ես չեմ ճանաչում իրան, չգիտեմ ինքը սև ա թե սպիտակ։ Լավ, դու ինձ ասա, ամուսնանում ես թե չէ։ Լավ կասեմ։ Հա, ամուսնանում եմ։ Մի գեղեցկուհի կա, անունը Մարին է։ Դպրոցում է աշխատում։ Հենց իր հետ էլ ամուսնանալու եմ, ուզի թե չուզի։ Աննորմալ։ Ինչ ասած, որ չմտածեցի։ Տես ինչքան եմ տանջվել ես 3 օրը ես։ Ամբողջ գիշեր չեմ քնել։ Ու ինչքան վատ բաներ ես գիտեմ քեզ ասել եմ։ Հա? Ես սպասում եմ, ես կմորթեմ։ Ինչի՞ չէիր պատասխանում զանգերիս։ Լավ ա եղել։ Այդ ինձ պետք է տանջվեիր։ Լավ, հիմա մի մորթի, որովհետև ուրիշ նորություն էլ կա։ Իմացի հետո ասա լավ ա եղել թե չէ։ Աստվածի մեր նորություն կա, գոնե սա լավ լինի, ասա։ Լավ նորություն է։ Չնայած որոշել էի, որ քեզ չէի ասի դրա մասին, բայց քանի որ հիմա արդեն կողքիս ես, ինձ թվում է դու պարտավոր ես իմանալ։ Դու էլի իմ համբերությունն ես փորձում, ասա վերջապես, ասա։ Վարդան։ Ես հղի եմ։ Ինչ։ Լուրջ հղի ես։ Հավատս չի գալիս։ Ես որոշել եմ քեզ չասեի, քանի որ դու ուրիշի հետ էիր ամուսնանում։ Ես կգնայի քաղաքից, մորաքրիչս տանը կունենայի ու դու իրան կյանքում չէիր տեսնում։ Ասա դու գժվել ես։ Դու ես լավ չես ճանաչում։ Ոնց կարող է իմ երեխան առանց էլ մեծանար։ Կարող։ Անհնար է։ Լավ, ոնց ենք վարվելու, ինչ ենք անելու։ Ոնց որ ասեցի, ամուսնանալու ենք։ Մեր ծնողներդ։ Մանավանդ հիմա, եթե իմանան ես հղի եմ, ավելի կագրեսիվանան։ Մարին, դու գործ չունես։ Ես ևս մեկ անգամ կփորձեմ խոսել ծնողներիս հետ։ Եթե համաձայնվեն, ավելի լավ։ Եթե չէ, Աստված իրանց հետ, մենք առանձին կապրենք։ Գիտես ինչքան շատ եմ սիրում քեզ։ Ես էլ քեզ։ Մարինեն հասկացավ, որ հակառակվելն անիմաստ է եւ ընկրկեց։ Մանավանդ որ իր հոգին էլ ավելի փոթորկված էր։ Նա ուզում էր անձամբ Վարդանից լսել այդ ամենը։ Պապ, ես ձեր հետ շատ լուրջ խոսելու բան ունեմ։ Ասա Վարդան ջան, ինչ է պատահել։ Լավ բան ես ասելու տղես։ Ես որոշել եմ ամուսնանալ ու ուզում եմ, որ շաբաթ օրը միասին գնանք Մարինայից տուն ձեռքը խնդրելու։ Ես չեմ հասկանում։ Այս
խոսակցությունից հետո դու նորից Մարին է, հա? Ես քեզ 1000 անգամ ասել եմ, որ այդ աղջկա ոտքը իմ տուն չի մտնի, վերջ։ Բայց ինչի, պապ, ինչի։ Ես արդեն 35 տարեկան եմ։